Իրանի դեմ պատերազմի 14-րդ օրը Իսրայելի բանակը հայտնել է, որ լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանի կառավարական ենթակառուցվածքներին Թեհրանում, որտեղ այսօր Ալ-Ղոդսի օրը Ռամադանի վերջին ուրբաթը նշելու միջոցառմանը հազարավոր մարդիկ են մասնակցել։ Իսրայելը հարվածել է նաև Շիրազ, Ահվազ, Քարաջի եւ Արաք քաղաքներին կան զոհեր եւ վիրավորներ։ Ըստ իսրայելական կողմի վերջին 1 օրում ավելի քան 200 թիրախի են հարվածել Իրանում։ Կարմիր մահիկի տվյալներով պատերազմի ընթացքում ամերիկա-իսրայելական ուժերը Իրանում 24,000-ից ավելի քաղաքացիական թիրախի են հարվածել, որոնցից մոտ 20,000-ը բնակելի։ Իրանում առ այսօր սպանվել է 1348 մարդ, վիրավորվել ավելի քան 17,000-ը։ Իրանին զուգահեռ Իսրայելը Լիբանանում հարվածել է արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի հրամանատարական կետերին, պնդելով, որ դրանք օգտագործվում են Իսրայելի վրա հարձակումների համար։ Կան զոհեր եւ վիրավորներ, այդ թվում խաղաղ բնակիչների շրջանում։ Հեզբոլլան իր հերթին հայտարարել է, որ հարվածել է Իսրայելի ռազմական թիրախներին։ Պատերազմի ընթացքում Լիբանանում սպանվել է 687 մարդ, վիրավորվել ավելի քան 1500-ը։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ մեջբերում են ջախջախում են Իրանի ռեժիմն ու նրա աջակցությունը վայելող Հեզբոլլային։ Իսրայելը նաև փորձում է պայմաններ ստեղծել, որպեսզի իրանցի ժողովուրդը կարողանա հեռացնել մեջբերում են բռնակալ ռեժիմին։ Պատերազմի ընթացքում հրավիրված առաջին մամուլի ասուլիսին ասել է Բենյամին Նեթանյահուն։ Նա նաև հայտարարել է, թե Իրանի նոր գերագույն առաջնորդը մեջբերում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Խամաճիկն է, որը դեռ չի ներկայացել հանրությանը։ Իսկ ինչ է սպասվում Իրանի նոր գերագույն առաջնորդին եւ Հեզբոլլայի ղեկավարին, հետաքրքրվել են լրագրողները։ Նեթանյահուն ակնարկել է, որ կարող են սպանել նրանց։ Ես կյանքի ապահովագրության պոլիսներ չէի տրամադրի ահաբեկչական կազմակերպության որևէ առաջնորդի եւ մտադիր չեմ ճշգրիտ հաշվետվություն տալ, թե ինչ ենք պլանավորում կամ ինչ ենք անելու։ ԱՄՆ նախագահն իր հերթին հայտարարել է, որ մեջբերում է ամբողջությամբ ոչնչացնում են Իրանի ահաբեկչական ռեժիմը։ Դոնալդ Թրամփն ասել է, թե Իրանն ահաբեկչության եւ ատելության երկիր է, որն այժմ մեծ գին է վճարում։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, թե իր համար մեջբերում է մեծ պատիվ է իրանական ռեժիմի առաջնորդներին սպանելը, որոնց նա խելագար սրիկաներ է անվանել։ Իրանն իր հերթին հայտարարել է Իսրայելին լայնամասշտաբ հարվածներ հասցնելու մասին, այդ թվում հյուսիսային Կիրիաթ Շմոնա, Հադերա, Զարզիր եւ Հայֆա քաղաքներին, նաեւ ամերիկյան բազաներին։ Իրանական Ֆարս գործակալությունը հաղորդում է, որ Իսրայելում 110-ից ավելի վիրավոր կա։ Պատերազմի ընթացքում Իսրայելում սպանվել է 15 մարդ, վիրավորների թիվը մոտենում է 3000-ի։ Իրանը միաժամանակ հարվածել է Պարսից ծոցի երկրներին Իրաքի Էրբիլ շրջանում անօդաչուի հարվածից վիրավորվել է ֆրանսիացի 6 զինվոր, որոնք ահաբեկչության դեմ պայքարի պատրաստություն էին անցնում։ Դուբայում անօդաչուները հարվածել են քաղաքացիական օդանավակայանին կից ֆինանսական ենթակառուցվածքի։ Հարձակման են ենթարկվել նաև Սաուդյան Արաբիան, Օմանը, որտեղ զոհեր կան։ Իրաքում կործանիչներ լիցքավորող ամերիկյան ինքնաթիռ է վթարվել ըստ ամերիկյան կողմի տեխնիկական պատճառներով։ Անձնակազմի 6 անդամից 4-ը զոհվել են։ ՄԱԿ-ի տվյալներով պատերազմի ընթացքում Մերձավոր Արևելքում 4 միլիոնից ավելի մարդ է իր բնակության երկրում տեղահանվել, որից մոտ 1 միլիոնը Իրանում։ Դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ Իրանը թուրքական նավերից մեկին թույլ է տվել անցնել նեղուցով։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ փակ պահել նեղուցը եւ ստեղծված իրավիճակի համար Միացյալ Նահանգներին է մեղադրել։ Դա ավելի շուտ Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ագրեսիա սկսելու եւ տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու ապակայունացնող գործողությունների ուղղակի հետևանքն է։ Հորմուզի փակ լինելու հետևանքով նավթի գինը դեռ բարձր է, ավելի քան $100 մեկ բարելի դիմաց։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ նավթի պահանջարկը բավարարելու եւ շուկայում կայունություն ապահովելու նպատակով 30 օր թույլ է տալիս գնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթն ու նավթամթերքը, որն արդեն բեռնված է նավերում։